Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու է խաղաղություն, ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թե Հայաստանը, թե Ադրբեջանն Ալմաթայի հռչակագիրը ըստ էության դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք։ Իսկ այդ հռչակագրում խորհրդային հանրապետությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումն են բազային սկզբունքներ, ասել է Փաշինյանը եւ Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ արել լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը։ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնացրել են, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտել եւ ինչպես ցույց տվեցի ապրիլի 15-ի իմ զեկույցում, համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին։ Հարավային Կովկասի պատմության նորեջը պիտի բացենք միասին եւ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին։ Վրաստան են գնացել Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարները, եռակողմ հանդիպում փակ ձևաչափով։ Պաշտոնական հաղորդագրությունները սեղմ են քննարկվել են հարցեր, որոնք հետաքրքիր են երեք երկրներին։ Եռակողմ հանդիպումը չի հակասում եւ չի փոխարինում համագործակցության գոյություն ունեցող ձևաչափերին։ Ավելի շուտ դա երեք հարևան երկրների լրացուցիչ ջանքերն են կառուցողական եւ փոխշահավետ ներգրավվածություն հաստատելու համար։ Տպավորություն է, թե այս հանդիպմանը նախորդող օրերին Ադրբեջանի նախագահը պատրաստվում էր կեղծ տեղեկատվական գրոհի տակ պահել վրացի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ադրբեջանա-վրացական մտերմությունը վերջին օրերին աչք էր ծակում։ Փորձագետները նկատում էին, որ թեև այդ երկրների հարաբերությունները տարիների պատմություն ունեն, բայց հիմա առավել նկատելի անցուդարձ կա։ Մի քանի օր առաջ էր Ալիևը պնդել, որ Ադրբեջանն ու Վրաստանը որպես տարածաշրջանային դերակատար երկրներ պետք է տարածաշրջանի հարցերը միասին լուծեն։ Ապրիլի 16-ին ընդունել էր Վրաստանի նախագահին հանդիպմանը հայտարարել, որ կարևոր է միջին միջանցքի դերը, որը անցնելու է Վրաստանով ու Ադրբեջանով։ Ալիևին հաջողվում է ակտիվացնել իր նախընտրած հարթակները խաղից դուրս թողնելով արտատարածաշրջանային միջնորդներին, որոնց անունը լսել չի ուզում։ Նաև Հայաստանի տարածաշրջանային դերն է նվազեցնում։ Վրաստանը իր հերթին տնտեսական հանգամանքներից ելնելով ադրբեջանական դիվանագիտական ժեստին ընդառաջ է գնում։ Համատեղ միջազգային պրոյեկտներ, մեծ ներդրումներ, փողը հարց է լուծում։ Ադրբեջանը շատ մեծ ներդրումներ ունի Վրաստանում եւ դրանով կարծես նաեւ կարողանում է ինչ-որ ձև ազդել որոշումներ կայացնելու եւ Վրաստանն էլ չի կարող անտեսել Ադրբեջանի ուղղությունը եւ չի էլ ուզում, որովհետեւ Ադրբեջանի հետ համագործակցությունը Վրաստանի համար ըստ էության շահեկան է։ Դա բնական է, այն հնարավորությունը, որ Ադրբեջանը տալիս է Վրաստանին, այլընտրանք չկա։ Բայց Ալիևի խաղերը չեզոքացնել հայկական կողմը ամեն դեպքում կարող է, որովհետեւ Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանային համագործակցությամբ։ Փորձագետն ասում է, մենք էլ տնտեսական խայծ ունենք, միայն թե պետք է դիվանագիտությունը գործի, որպեսզի ոչ թե դուրս մնանք անցուդարձից, այլ լինենք գործոն։ Ճիշտ է, Ալիևը հայտարարում է, որ Հայաստանին դուրս կթողնեն այդ միջազգային նախագծերից, բայց այստեղ հարցը այն է, թե ինչքանով է մեր երկիրը կառավարությունը աշխատելու տարբեր գործընկերների հետ եւ տարբեր նախագծերում մենք կարողանանք ներգրավել, օրինակ Հյուսիս-Հարավ այս նախագիծը, որ Իրանով, Հայաստանով, Վրաստանով նույնպես այլընտրանքային ճանապարհ հնարավոր է գործարկվի, այս առումով էլ մենք իրականում ենթակառուցվածքների մի փոքր բարելավելու խնդիր ունենք։ Ապրիլի 16-ին էլ Հայաստանի արտգործնախարարը ասում էր, որոշ փորձագետներ պնդում են, որ խաղաղության խաչմերուկը հենց միջին միջանցքի ճյուղ է։ Այս նախագիծը սակայն տարածաշրջանում դրական առարկայական արձագանք չի ստացել, ու մինչև մենք մեջբերում ենք այդ նախագիծը թղթի վրա, Ալիևը հողի վրա երկաթուղի է կառուցում։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստական է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանին եւ Բաքվին։ Ռավանչին ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարեւորությունը տարածաշրջանային կայունության համար եւ երկու երկրներին հորդորել է կենտրոնանալ ապագայի վրա, մատնանշելով, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։ Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում, ընդգծելով, որ ռազմական ուժը չպետք է գործածվի այլ երկրների տարածք համար։ Ալիևն ու Փաշինյանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել մայիսի 9-ին Մոսկվայում, որտեղ նրանք հրավիրվել են հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս մասին Սպուտնիկ Ադրբեջանի փոխանցմամբ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ազգամիչյան հակամարտությունների հարցերով փորձագետ Եվգենի Միխայելովը։ Լրատվականը նշել է, որ Միխայելովը հույս է հայտնել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը կընդունի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները Ղարաբաղին հավակնելու անհնարինության մասին, որովհետև դա գայթակղության կետն է Ադրբեջանի ու Հայաստանի միջև, ասել է փորձագետը։ Ազգային ժողովի անդիմադիր падգամավորները լսեցին անցած տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների ելույթները։ Հերթը հասավ անդիմադիր падգամավորների արձագանքին, որտեղ է իշխանությունը ճոխ ներկայացնում թվերը, որտեղ է մանիպուլացնում հասարակությանը եւ ընդհանրապես ինչ արդյունք գրանցվեց անցած տարվա ընթացքում։ Այս հարցին իրանք Հայաստանի քաղաքացին ավելի բարեկեցիկ ապրում, թե չէ, թող պատասխանի Հայաստանի այն քաղաքացին, որ 2018-ի համեմատությամբ ում համար հացը ավելացել է հացի գինը 35%-ով, 440 դրամից դառնալով 600 դրամ, ում համար մակարոնը աճել է գրեթե էլի նույնքան 490 դրամից դառնալով 740 դրամ, մթերքի գները տեսել եք։ Իշխանությունը հայտարարում է, թե 2024-ը ամենախաղաղ տարին էր, падգամավոր Վարդանյանը զարմացած է։ Սյունիքն էլ տակ 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի։ Այս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են։ Սյունիքը որ տակ, այդ կրակոցները կբան կանեն, ու ձեր վիճակագրությունը փայլուն ոչինչ չի խախտի։ Իշխանական թևից ռեպլիկներ հնչեցին Վարդանյանի ելույթի ժամանակ, արձագանքեցին ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորները։ Մի ընդհատեք ընդհատողներին։ Ուրեմն լսեք ինձ պարոն Խաչատրյան, նախ սուս մնացեք, երկրորդը նախ լռեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը, լավ չեք գծում ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք։ ԿՊ-ական падգամավորը ընդդիմության դիտարկումներին անդրադարձավ, սկսեց հայտարարագրման վերաբերյալ նրանց հնչեցրած գնահատականներից։ Ասացիք, որ ձեր խմբակցությունը նախաձեռնել էր հայտարարագրման համակարգի չեղարկման այդպիսի նախաձեռնությամբ եք հանդես եկել, ու մենք մերժել ենք։ Այո, հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել, չնայած նախագիծը Հայաստան խմբակցությանը չէր, այլ Թադևոս Ավետիսյանինն էր, եւ պարոն Ավետիսյանը միայնակ էր այդ նախագիծը պաշտպանում հանձնաժողովի նիստում։ Մեր հանձնաժողովում կա ձեր խմբակցության 3 անդամ, եւ այդտեղ կարող անգամ մեկ ձայնը որոշիչ լինել, բայց 2 հոգով էին մասնակցում, մեկ ընդհանրապես չէր խոսում։ Աննա Գրիգորյանի դիտարկմամբ էլ թվերը, որոնք ներկայացնում են իշխանության ներկայացուցիչները, միլիարդներով, միլիոններով մանիպուլացնող են։ Եթե օրինակ մեր բյուջեն այս 7 տարիների ընթացքում հավելյալ ինչքան էիք ասում 4.2 միլիարդ դոլարի հավելյալ գումար է մտել, այդ դեպքում պարզ հարց է առաջանում։ Բա 7 միլիարդ դոլար պետական պարտքը ինչու ենք վերցրել։ Այդ 7 միլիարդ դոլարը ինչ ենք արել։ 7 միլիարդով կարելի էր 3 հատ ատոմակայան կառուցել, Հայաստան-Իրան երկաթգիծ կառուցել, գազամուղ կառուցել, հազար ու մի բան կարելի էր անել։ Ինչ եք արել այդ գումարով։ Պատգամավոր Գրիգորյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամների եւ իր հասցեին հաջողակի հնչեցվող դժգոհություններին։ Կառավարության նիստում ասում ենք բոլորս առաջին դասարանում ենք մնացել, տգետ ենք, բայց նաեւ պարգևավճար եք ստանում։ Այդ ո՞նց է տենց ելնում, պարգևավճարը չեն տալիս ավելի լավ աշխատանքի համար։ Այդ ո՞ր աշխատանքի համար պետք է պարգևավճար ստանաք։ Ահա այսպիսին է տնտեսական պատկերը պատգամավոր Գրիգորյանի պատկերացմամբ Հայաստանի պետական պարտքը մինչև 2018-ը 7 միլիարդ դոլար էր, 18-ից 25-ին հասել է 13 միլիարդ դոլարի։ Ըստ պատգամավորի որևէ հստակ արդյունք արձանագրված չէ, որևէ ներդրում ապագա սերունդներին չեն թողել։
Թուրքիայում թմրամիջոցների դեմ պայքարի պատմության ամենամեծ գործողությունն է իրականացվել։ Հազարավոր ոստիկանների մասնակցությամբ Անկարայում իրականացված գործողության ընթացքում 525 մարդ է ձերբակալել։ Ձերբակալվածների գերակշիռ մասը կասկածվում է թաղամասերում եւ փողոցներում սոցիալական հարթակների միջոցով թմրամիջոցների վաճառք իրականացնելու համար։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գործողությունը շարունակվելու է նաեւ առաջիկա օրերին։ Ամերիկյան B-1B ռմբակոծիչների մասնակցությամբ անցկացված Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների բացասական հետևանքների մասին է հայտարարել Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը։ Փհենյանը զսպման ճնշող ուժերի կիրառմամբ կստիպի Ամերիկայի Միացյալ Նահանգներին գիտակցել, որ որքան բարձր լինի սադրանքների մակարդակը, այնքան բարձր կլինի վտանգի մակարդակը Վաշինգտոնի համար։ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել է, որ կարգելի Հարվարդի համալսարանին օտարերկրյա ուսանողների ընդունել, եթե նա չհամաձայնի կառավարության պահանջներին, որոնք նրան արտաքին քաղաքական վերահսկողության կենթարկեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ զայրացած է, որ լեգենդար համալսարանը, որը տվել է 162 Նոբելյան դափնեկիր, մերժել է ընդունելության, աշխատանքի ընդունման եւ քաղաքական հայացքների նկատմամբ վերահսկողության ենթարկվելու նրա խնդրանքը, հայտնել են լրատվամիջոցները։ Եվ եթե Հարվարդը չկարողանա ցույց տալ, որ լիովին համապատասխանում է հաշվետվությունների պահանջներին, համալսարանը կկորցնի միջազգային ուսանողներ ընդունելու իր արտոնությունը, ասել է նա։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ամերիկացի ձեռներես SpaceX Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկի պես մարդիկ հաճախ չեն հանդիպում մարդկային պոպուլյացիայի մեջ։ Նա այս մասին ասել է Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Գիտեք, կա մի մարդ, նա ապրում է Միացյալ Նահանգներում, Մասկը, որը տարված է Մարսով։ Նման մարդիկ լիցքավորված որոշակի գաղափարով հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ, ընդգծել է Վլադիմիր Պուտինը։ Նշենք, որ Մասկը նպատակադրված է առաջին թռիչքը կազմակերպել դեպի Կարմիր մոլորակ։ Շերը պատասխանել է այն ենթադրություններին, որ ինքը եւ իր բոյֆրենդը բաժանվել են այն բանից հետո, երբ Ալեքսանդրին տեսել են Քոչելայում երեկույթների ժամանակ առանց նրա։ 39-ամյա Ալեքսանդրին նկատել են Ինդիոյում երաժշտական փառատոնի առաջին հանգստյան օրերին մի քանի կիսամերկ շիկահերների հետ։ Այնուամենայնիվ 78-ամյա Շերը հերքել է հարաբերությունների հետ կապված խնդիրների մասին լուրերը, այն բանից հետո, երբ լուսանկարները երկրպագուների շրջանում շահարկում են առաջացրել բաժանման մասին։ Կինոն ի կատարած մարդկանցից յուրաքանչյուրի թաքուն երազանքներ։ 130 տարի առաջ Փարիզյան Grand Café-ում Լյումիեր եղբայրների հռչակավոր գնացքից ահաբեկված հանդիսատեսը հազիվ էր ուշքի եկել, երբ աննախադեպ նորույթը քաղաքից եկավ հեռավոր բնակավայրեր։ Մարդիկ իրար ականջի փսփսացին, ասում են շարժվող լուսանկարներ ենք տեսնելու։ Հրաշքի սկսվելուն պես շատերին թվաց երազ է։ Կինոն ոչ միայն պատմություն է, այլև ուղի ժառանգությունը ճանաչելու եւ տարածելու։ Իսկ հայկական կինոյի օրը 102-րդ անգամ նշելը իսկական իրադարձություն։ Միջոցառումն անցկացվեց Հայաստանի կինոգործիչների միության կազմակերպած պրոֆեսիոնալ գիլդիաների երկրորդ մրցանակաբաշխության շրջանակում։ Սա մեր երազանքներ, որպեսզի Հայաստանում ստեղծվեն պրոֆեսիոնալ կինոգիլդիաներ։ Սա ընդունված ուրեմն գործունեության ձև է կինոյի աշխարհում, որպեսզի կարողանան կինոյի գիլդիաների միջոցով կարգավորեն բոլոր այն խաղի կանոնները, այսպես ասած, որ գոյություն ունի կինոյի աշխարհում։ Հայ կինոյի օրվա կապակցությամբ մի շարք կինոգործիչներ եւ ոլորտի աշխատակիցներ պարգևատրվեցին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից։ Կառավարության որոշմամբ նախորդ շաբաթ հաստատվել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը, որն ըստ նախարարի նոր տեմպ է տալու կինոարտադրությանը։ Այսպես կոչված հարգի մրցանակաբաշխությունն է, որովհետև պրոֆեսիոնալների մրցանակաբաշխությունը եւ իրենք են որոշում իրենց մեջ ով է ամենալավը, եթե այդպես ասենք։ Եվ ֆիլմերը ներկայացրել են, դիտել են հանձնաժողովները, ժյուրիները, ամեն գիլդիա իր կանոնակարգով եւ իր որոշման ձևով։ Մեդալի հակառակ կողմը ֆիլմն առաջատար դարձավ ստանալով 4 մրցանակ։ Հայաստանի կինոյի հիմնադրամի հատկացրած 40 միլիոն դրամ աջակցությունն ամբողջովին վերադարձվել է բյուջե կինոպատումի վաստակի շնորհիվ։ Ես միշտ ասում եմ, որ եթե ես տղամարդ լինեի, կծառայի հայկական բանակում, բայց քանի որ կին եմ, ուրախ եմ, որ այս կերպով եմ կարողանում ծառայել իմ երկրին։ Առհասարակ ես առաջնորդվում եմ մի փիլիսոփայությամբ, որ մի հարցրու երկրիդ ինչ կարող է երկիրը անել քեզ համար, հարցրու դու ինչ կարող ես անել
անել երկրիդ համար եւ կարծում եմ մեր թիմի համար սա մեծագույն հաջողություն էր, որ ֆիլմը բացի սիրվելուց նաեւ ֆինանսական հաջողություն գրանցեց եւ մենք կարողացանք այդ ամբողջ գումարը ետ վերադարձնել մեր պետությանը։ Գլխավոր հերոսուհին, որը նաեւ ֆիլմի պրոդյուսերն է, ռեժիսորն ու սցենարիստը, ասում է, վերջին 7 ամիսների ընթացքում ֆիլմը ցուցադրվել է նաեւ Հայաստանից դուրս, նվաճելով բազմաթիվ մրցանակներ։ Շուրջ 1800 հայկական բեռնատար ռուս-վրացական սահմանն անցնելու իր հերթին է սպասում Հյուսիսային Օսեթիայի վերին Լարս անցակետի մոտ։ Այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել են սեփական աղբյուրները։ Ընդհանուր հերթում սպասում է ավելի քան 5000 բեռնատար տարբեր երկրներից, որից 1745-ը հայկական պետհամարանիշներով։ Մցխեթա Ստեփան-Ծմինդա Լարս ավտոճանապարհի Գուդաուրի Կոբի հատվածում երթևեկությունն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով ապրիլի 14-ից փակ է։ Հիշեցնենք, որ ռազմավարական ճանապարհը Հայաստան-Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Ապրիլի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում քրեական եւ համայնքային ոստիկանները ԱՄՆ դեսպանատան հետնամասում գտնվող Երևանյան լճում տղամարդու դի են հայտնաբերել։ Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն են դուրս բերել դին ու մոտեցրել ափին։ Իրավապահներն էլ պարզել են, որ մահացածը Երևանի 53-ամյա բնակիչ Վաչագանսն է։ Նրան ապրիլի 11-ից էին հարազատներն, ընկերներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները որոնում։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական վարչության պետը, սպանությունների բաժնի պետը քրեական ոստիկանության, տեղում են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն ու բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի բարեկները։ Ապրիլի 17-ին 26-ամյա Արթուրը Նիսանով Նալբանդյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարն ու հետիոտնի համար նախատեսված վայրը, հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ տեղադրված իրավակարգի զինվորի հուշաքարի մոտ կոտրելով ներքին գործերի նախարարի տեղադրած ծաղկեպսակն ու հայտնվել գազոնում։ Ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ճշտվում է։ Ապրիլի 16-ին Երևան Քոչար փողոցում բախվել են 26-ամյա Էմիլի Տոյոտա Քեմրին եւ 33-ամյա Ռազմիկի Մերսեդեսը։ Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում։ Ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի բարեկները։ Վարորդները եղել են սթափ։ Ըստ քաղաքացիների օպերատիվ է գործել նաև շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Ապրիլի 16-ին Քասախ բնակավայրի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Նարեկի Բենվեն եւ 65-ամյա Սարգիսի Միցուբիշի Պաջերոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի բարեկները։ Երկու մեքենաներն էլ հայտնվել են ճանապարհի մեջտեղում, իսկ առջևի անվադողերը կոտրվել էին։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դարձյալ ապրիլի 16-ին Բագրատունյաց փողոցի թիվ 87 կոտրակ 2 հասցեի մոտ մեքենա է այրվել։ Օփել Աստրայում առաջացած կրակի դեմ պայքարել են 62-ամյա վարորդն ու քաղաքացիները։ Հետո արդեն Երևանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը, սակայն մեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Վարորդին տեղում բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները, որից հետո տեղափոխել այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Էջմիածնի Արամ Մանուկյան 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում էլ ապրիլի 16-ին հրդեհ է բռնկվել։ Սկզբում տանտերերն ու քաղաքացիներն են պայքարել կրակի դեմ, հետո Վաղաշապատի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջներն են մարել կրակը։ Պարզվել է նաև, որ այրվել է ներսում կայանված Chevrolet Volt-ը եւ գույքը, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Հարմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Հրդեհի պատճառը պարզվում է։ Եվ ապրիլի 15-ին կրակոցներ են հնչել Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թաղամասում գտնվող Հավաքյան փողոցում գործող ռեստորանի տարածքում։ 34-ամյա Մեխակ Թադևոսյանն իր անվամբ հաշվառված Սայգա տեսակի հրազենով Mercedes Maybach-ից անհասցե կրակոցներ է արձակել։ Դրանից հետո դիմել է փախուստի։ Ժամանել էին քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալները, Կոտայքի մարզի քրեական վարչության պետը։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ եւ ձերբակալվել է քննիչի որոշմամբ
գանձակ օբյեկտի տերը